28/05/2025 թվականին Մուրացյան հիվանդանոցային համալիրի անհետաձգելի բուժօգնության ծառայության է դիմել պացիենտ ծնված 27/11/2023 թվական հիպովոլեմիկ շոկ ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում։ Ընդունվելիս ունեցել է փսխումներ, թուլություն, միկրոցիրկուլյացիայի խանգարման նշաններ։ Կատարվել են լաբորատոր հետազոտություններ, որոնց տվյալները ևս եղել են ծայրահեղ մտահոգիչ։ Նշենք, որ հիվանդանոց դիմելուց շուրջ 45 րոպե հետո գրանցվել է սրտի կանգ։ Համապատասխան միջոցառումներ են արվել և վերականգնվել է սրտի աշխատանքը։ Հաշվի առնելով երեխայի ծայրահեղ ծանր վիճակը, տեղափոխվել է բուժհաստատության թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկա։ Նշենք, որ 28/05/2025 թվականին, երբ դիմել է բժշկական հաստատություն, ըստ մոր պատմածի, երեխան 20 օր առաջ ունեցել է բարձր ջերմություն, 5 օր բուժվել է ամբուլատոր պայմաններում, որից հետո դեպքից 2 օր առաջ երեխան ունեցել է փսխումներ, եղել է անհանգիստ, ունեցել է ընդհանուր թուլություն և մայրը երթուղային տաքսիով տեղափոխել է Մուրացյան հիվանդանոցային համալիր։ Փաստենք նաև, որ դեռ 2024 թվականի մայիսին երեխան ընդունվել է Մուրացյան հիվանդանոց, այնտեղ գտնվել է 7 օր, 3-ը մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում, 4 օրը նորածնային պաթոլոգիայի և վաղ մանկական հասակի մանկաբուժական բաժանմունքում։ Այնուհետև դուրս է գրվել վիճակի կայունությամբ տեղամասային բժշկի հսկողության ցուցումով։ Պացիենտը 2025 թվականին մայիսի 6-ին Վեդու բժշկական կենտրոնից ուղեգրմամբ եկել է Մուրացյան հիվանդանոց ռենտգեն հետազոտության և մանկաբույժի խորհրդատվության։ Հետազոտությունն արվել է և ախտորոշվել է սուր բրոնխիտ, օբստրուկտիվ համախտանիշ և նշանակվել է համապատասխան բուժում։ Մուրացյան հիվանդանոցային համալիրում երեխայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, որտեղ հաշվի առնելով երեխայի ծայրահեղ ծանր վիճակը, կատարվել են համապատասխան վերակենդանացման միջոցառումներ։ Երեխան ստացել է միայն անհրաժեշտ և ցուցված դեղորայքային միջամտություն և միացվել ապարատին։ Ընթացքում երեխայի մոտ գրանցվել է սրտի կանգ, սակայն վերականգնվել է մերսման ընթացքում։ Այնուհետև ժամը 23:10-ի սահմաններում երեխայի մոտ նորից դիտվել է սրտի կանգ, կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, սակայն ցավոք անարդյունք, և ժամը 23:50-ին գրանցվել է երեխայի կենսաբանական մահը։ Հիվանդանոցի բուժանձնակազմը խորապես ցավակցում է ընտանիքին երեխայի մահվան կապակցությամբ։ Այսօր, մայիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վեդի քաղաքի բնակչուհու 1 տարեկան 7 ամսական տղա երեխայի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո մայրը երեխային տեղափոխել է Երևան, Մուրացյան մանկական հիվանդանոց։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մայրը, երեխայի տատիկն ու մյուս ազգականներն ասել են. «Տղաս 1 տարեկան 7 ամսական էր։ Տանն ինքնազգացողությունը վատացավ, սկսեց փսխել։ Զանգահարեցի Մուրացյան մանկական հիվանդանոցի մեզ ծանոթ բժշկին, ով ասաց, թե ինքը աշխատանքի չէ, բայց կարող են հանգիստ երեխային բերել հիվանդանոց։ Ես էլ տաքսիով երեխայիս հասցրի էստեղ, հույսով, որ երեխայիս կբուժեն։ Բուժքույրը չգիտես ինչու մի քանի ներարկում կատարեց, ու արդեն երբ ուզում էր 5-րդ ներարկումը կատարել, տեսա, որ երեխուս գույնը գցեց, ու զգացի, որ նա մահացավ։ Գոռացի. «Էս ինչ արեցիր, բժշկուհի»։ Պատասխանեց, որ ոչինչ էլ չի արել, մինչդեռ իմ ներկայությամբ է այդ 4 ներարկումները կատարել։ Հիմա մտածում եմ, ավելի լավ էր երեխես տանը մնար, տան պայմաններում բուժեինք, քան թե բերեինք էստեղ, դիակը տվեցին։ Ճիշտ է, ես իմ երեխուն հետ չեմ բերի, բայց պահանջում եմ հիվանդանոցի տնօրինությունից, առողջապահության նախարարից, որպեսզի հետևողական լինեն ու էս հարցին մատների արանքով չմոտենան։
Նման բժիշկներն իրավունք չունեն զբաղվել առողջապահությամբ, ու մեղավորը պետք է պատասխան տա, որպեսզի հետագայում մյուս բժիշկների համար դաս լինի։ Մենք արդեն կատարվածի մասին ահազանգել ենք 102, Էրեբունու ոստիկանությունից են եկել, մեզ լսել են, ու հիմա սպասում ենք, թե քննիչը երբ կկանչի մեզ։ Մենք նաև պահանջում ենք, որպես երեխայի դիահերձմանը հարազատներից 2 հոգի պարտադիր ներկա լինեն, քանի որ վստահ ենք, որ երեխան չէր մահանա, եթե բժշկուհին իրար վրա մի քանի ներարկում չաներ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանությունում էլ տեղեկություններ են ստացվել, որ մի քանի անձանց կողմից հարձակման է ենթարկվել բժշկուհին, որն արձանագրվել է հիվանդանոցում տեղադրված տեսախցիկների կողմից, մինչդեռ Գագիկ Շամշյանի տեղեկություններով հարձակում կատարողը եղել է երեխայի տատը, ով լսելով թոռան մահվան մասին, այլ բան չէր էլ կարող անել, քանի որ նրա ու թոռան կապն ամենօրյա է եղել։ Խնդրի վերաբերյալ իրենց տեսակետն իմանալու համար դիմեցինք Մուրացյան մանկական հիվանդանոց, որտեղից ստացանք նրանց պարզաբանումը դեպքի վերաբերյալ։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։